Հանրապետության հրապարակում մինչ հիմնական շքերթին անցնելը մեկ րոպե լռությամբ հրետանային համազարկով հարգել են նահատակների հիշատակը։ Զորահանդեսին մասնակցում են վերջին տարիներին ձեռք բերված հակաօդային պաշտպանության միջոցներ և տեղական ու ներկրված անօդաչու թռչող սարքեր, հրետանային և հրթիռային տեխնիկա, նորագույն հրետանային համակարգեր, որոնք համալրել են հայկական բանակի զինանոցը, զրահատեխնիկա և ավտոմոբիլային միջոցներ, հատուկ նշանակության զրահապատ մեքենաներ և տրանսպորտային նոր միջոցներ։ Զորահանդեսի ժամանակ մասնավորապես ներկայացվել են զինված ուժերի ժամանակակից հետախուզահարվածային գայլ ռոբոտները, ֆրանսիական Բաստիոն զրահապատ մեքենան, հայկական արտադրության հրազդան ականանետը, Տոր M2 ԿՄ զենիթահրթիռային համալիրը, Սարդ համալիրը։ Զորահանդեսին ներկայացվել է նաև ծանր հրետանային TOS 1A համակարգը։ Ռազմական ավիացիան Երևանի երկինքը ներկել է Հայաստանի դրոշի գույներով։ Նվագախմբի և Պատվո պահակախմբի կատարումները ամփոփել են տոնական միջոցառումը։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայացած զինվորական շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո երկնքում հայտնվել են ռուսական արտադրության Mi-17V5 ուղղաթիռներն ու Su-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հայաստանի Հանրապետության Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված։ Շքերթի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։ Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման գործընթացներում, և այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգնում ենք պետության հարատևության օրակարգ։ Փաշինյանը կրկին պնդել է, միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց մեր երկրի համար։ Հայաստանի վարչապետը հավելել է, որ զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը հենց մեր հայրենիքում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց ըստ Փաշինյանի վստահ քայլերն է անում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Վեհափարն աղոթք է հնչեցրել հիշատակ մայիսյան հերոսամարտերի նահատակների։ Օրվա առթիվ վեհափարը շնորհավորական ուղերձ է հղել հայ ազգին, նշելով, որ ներկա բարդ ժամանակներում արտաքին ու ներքին մարտահրավերն էին հանդիման, պիտի միաբանվել և միասնաբար հզորացնել պետությունը։ Վեհափարը կարևորել է մայիսյան հերոսամարտերի դերը առաջին հանրապետության անկախության գործում։ Մեջբերում կենաց մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Նույն անվեհեր ոգով ազգից նվիրյալ զավակները նոր ժամանակներում ազնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին։ Շատերն իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Մեջբերման ավարտը։ Շուրջ երիսյան քո, եկեցյա կայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց սպարտապանած,
եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարը, զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի եւ ազգային համախմբման սկզբունքներով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել առաջին հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է. մեջբերում 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը հաղթահարելով պատերազմի եւ ցեղասպանության ծանր հետևանքները վերականգնեց իր անկախ պետականությունը։ Նախագահի խոսքով առաջին հանրապետությունը դարձավ ազգային կամքի, ինքնության պահպանման եւ անկախ ապրելու ձգտման խորհրդանիշ։ Նախագահը ընդգծել է, որ այսօր եւս Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են համերաշխություն, պատասխանատվություն եւ պետական մտածողություն։ Տոնը շնորհավոր, հանրապետություն, ասված է ուղերձում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Թրամփն իր Truth Social-ում Փաշինյանին անվանել է մեծ բարեկամ եւ հզոր առաջնորդ, նշելով, որ նա կիսում է տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ ԱՄՆ նախագահն իր աջակցությունը հիմնավորել է նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերով, մասնավորապես ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ ստեղծվող Թրամփի երթուղու TRIP-ի զարգացմամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային, որպես պատասխան իրանական Բենդեր Աբբաս քաղաքի վրա կատարված հարձակման։ Քուվեյթի բանակը հաստատել է, որ իր հոբ համակարգերը հաջողությամբ որսացել են հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Washington and Lincoln, these are two. ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի ռազմական եւ արդյունաբերական ներուժը լրջորեն տուժել է, ինչի պատճառով Թեհրանն ինքն է բանակցություններ խնդրել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անգամ ռազմական ճանապարհով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա։ Սպիտակ տունը կտրուկ հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե կողմերի միջև համաձայնագրի նախագիծ է պատրաստվում, այն անվանելով բացարձակ կեղծիք։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցի նկատմամբ հնարավոր վերահսկողությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ այն բաց է լինելու բոլորի համար եւ ոչ մի երկիր չի վերահսկելու։ Թրամփը նաեւ սպառնացել է Օմանին, նշելով, որ եթե նրանք բոլորի պես չպահեն իրենց, ԱՄՆ-ն ստիպված կլինի հարվածել նրանց։ Դրանից առաջ Իրանը հայտնել էր, որ Օմանի հետ համատեղ մեխանիզմ է մշակում նեղուցով առևտրային նավերի անվտանգ եւ անվճար անցումն ապահովելու համար։ Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավի բնակելի տներին ու շենքերին, հարվածները հանգեցրել են տասնյակ քաղաքացիական զոհերի, ավերածությունների եւ բնակչության նոր տեղահանումների։ Իրավիճակը կտրուկ սրվել է օրերս, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Հեզբոլլահի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման մասին։ Այս հայտարարությանը հաջորդել է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանը, որով Լիբանանի ողջ հարավային հատվածը Զահրանի գետից դեպի հարավ հայտարարվել է մարտական գոտի եւ 100 հազարավոր բնակիչների հրահանգվել է անհապաղ լքել իրենց տները։ Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածների նոր ինտենսիվ ալիք է հասցրել Լիբանանում, պատճառաբանելով, որ դրանք ուղղված են Հեզբոլլահի դիրքերին։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Թել Ավիվը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր կնքեն, քանի որ դա վատ եւ երկրին վնասող գործարք է։ Նա կոչ է արել ամբողջությամբ անջատել Լիբանանի էլեկտրամատակարարումը, վերահսկել Զահրանի շրջանը եւ վերադառնալ լայնածավալ պատերազմի։ Այս հայտարարությունները հնչել են այնտեղ տեղեկությունների ֆոնին, որոնց համաձայն Իսրայելը դուրս է մնացել Թեհրանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացից, ինչը նվաստացուցիչ հարված էր վարչապետ Նեթանյահուի համար։ Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի դեպքում Եվրամիությունը Ռուսաստանից պահանջելու է զինված ուժերի սահմանափակում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ Ըստ նրա, եթե ռազմական սահմանափակումներ են կիրառվել Ուկրաինայի նկատմամբ, նույնպիսի զիջումներ պետք է արվեն նաև ռուսական կողմից։ Բացի այդ, միությունը պահանջելու է ռուսական զորքերի դուրսբերում Մոլդովայից եւ Վրաստանից։ Այս ֆոնին Եվրամիությունն առայժմ նպատակահարմար չի համարում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակել, թե Կալասը թե միության անդամ առաջատար երկրները գտնում են, որ նախև առաջ պետք է ներքին համաձայնության գալ, թե կոնկրետ ինչ են քննարկելու Մոսկվայի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Եվրամիությունից բանակցությունների վերաբերյալ որևէ իրական առաջարկ կամ նախաձեռնություն Ռուսաստանը դեռ չի ստացել, թեև Եվրոպայում փնտրում են հնարավոր բանագնացների։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Այցը տեղի կունենա մինչև մայիսի 29-ը, համընկնելով Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հետ։ Մայիսի 28-ին կկայանան պաշտոնական միջոցառումներ։ Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵԱՏՄ ֆորում պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Արդեն մայիսի 29-ին կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։